Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր այսօրվա հաղորդումը կուզենայի սկսել մեր ավանի բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերով։ Իս դրոն Իգդրիսի այդ խմբապետը, որ եղել է հերոս, անվաղ տերորիստ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Դրաստամատ Կանայանին, լեգենդար դրոյին։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայան մեդալակիր Համլետ Գևորգյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների տեխնացու Խաչատուր Ստեփանյանը։ Բարի գալուստ պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Մինչև հաղորդումը շարունակելը դիտենք դրոյի կյանքը եւ գործունեությունը ներկայացնող փոքրիկ ակնարկ եւ կվերադառնանք տաղավար։ Դրաստամատ Կանայանը ծնվել է 1884 թվականի մայիսի 31-ին Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում։ Ուսանել է Երևանի գիմնազիայում, երիտասարդ տարիքում անդամակցել դաշնակցությանը։ Առաջին մարտական մկրտությունը ստացել է 1905-ից 6 թվականներին հայ-թաթարական կռիվների ընթացքում։ 1905 թվականին Վրիժառու դրոն ահաբեկել է հայ բնակչության կոտորածների գլխավոր կազմակերպիչ Բաքվի նահանգապետ Նակաշիձեին։ Ապա ակտիվորեն մասնակցել է ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը Երևանում, Նախիջևանում, Զանգեզուրում, ուր գործել է Նիկոլ Դումանի եւ Քերու հրամանատարությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասյան ռազմաճակատում եղել է Իգդիր Բայազեդ Բերկրի Վան ուղությամբ մարտնչած կամավորական երկրորդ գնդի հրամանատար։ Մարտերից մեկում դարանակալ թշնամու դավադիր գնդակից ծանր վիրավորվել է։ Դրոյի սխրագործությունների մասին տեղեկանալով Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում նրան է այցելում Նիկոլայ II-ը, պարգևատրում շքանշանով ու հարցնում, թե որտեղ է սովորել զինվորական արվեստը։ Հեղափոխության մեջ համարձակորեն պատասխանում է Դրոն։ 1915 թվականին Դրոն իր գնդով մտնում է ազատագրված Վան։ 1918 թվականի գարնանը նշանակվել է հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար։ 1918 թվականի մայիսի 23-ից 27-ը ղեկավարել է ապարանի ճակատամարտը, որը իրավամբ պետք է համարել դրոյի ռազմական փառքի գագաթնակետը։ Նրա առաջնորդած հայ մարտիկների հերոսության շնորհիվ ջախջախված թուրքական զորքերը խուճապահար փախել են։ Հայաստանի առաջին հանրապետության օրոք էական դերակատարություն է ունեցել բանակաշինության գործում։ 1918 թվականի դեկտեմբերին հայ-վրացական պատերազմի ժամանակ ղեկավարել է հայկական բանակը, ջախջախել վրացական զորքին, ազատագրել Լորին։ Դեպի Թիֆլիս հաղթական արշավը կասեցվել է միայն անգլիական դիվանագիտական ճնշման արդյունքում։ 1919-ից 20 թվականներին ղեկավար դերակատարություն է ունեցել Զանգեզուրում եւ Արցախում մղվող ազատագրական մարտերում։ 1920 թվականին թուրք-հայկական պատերազմի ժամանակ եղել է Սուրմալուի ճակատի հրամանատարը։ Առաջին հանրապետության վերջում եղել է ռազմական նախարար, աչքի ընկել ռուսամետ դիրքորոշմամբ։ 1921-ից 25 թվականներին բնակվել է Մոսկվայում, ապա անցել Եվրոպա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վճռորոշ դերակատարություն է ունեցել հայ ռազմագերիների փրկության գործում։ Հետագայում գործել է Լիբանանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մահացել է Բոստոնում 1956 թվականի մարտի 8-ին։ Մահվան մահճում արտասանել է հետևյալ խոսքերը. «Ախ, մեկ էլ երգիրս տեսնեի»։ 2000 թվականի մայիսի 29-ին հայրենադարձվել է, վերաուղարկավորվել ապարանի ճակատամարտի հուշահամալիրում։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հիմնել է Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ինստիտուտ եւ Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալ։ Պարոն Գևորգյան, դրոյի անունը մեր հանրության մեջ տասնամյակներ շարունակ գրեթե հանրահայտ է, միաժամանակ նաև շատ քչերը կլինեն, որ դրոյին եւ նրա կերպարը չսիրեն։ Կխնդրեմ բացատրեք, ի վերջո ո՞րն է այդ սիրո կամ ճանաչման գաղտնիքը, ինչով է դա պայմանավորված։ Միանշանակ կարելի ասել, որ սերը, հարգանքը որևէ գործ չի, որևէ անհատի նկատմամբ անշուշտ պայմանավորված է նրա գործունեությամբ, հայրենիքի իր ազգի հանդեպ ունեցած ծառայությամբ։ Իր դրոյի կյանքն ու գործունեությունը սկսած թուրքական 5-6 թվականի ընդհարումներից մինչև իր կյանքի վերջը դա եղել է նվիրում իր ազգին, իր հայրենիքին։
Բայց պիտի ասեմ, որ դրոյի կերպարը դեռևս ինչպես հարկն է արժևորված չէ մեր ժողովրդի կողմից։ Երևի թե ժամանակ է պահանջում, որպեսզի դրոն ամբողջությամբ իր ողջ էությամբ, իր ողջ արժանինքներով ներկայացվի հանրությանը մեր հայ ժողովրդին։ Ձեր ասած դիտարկումը նաև կարելի է վերագրել գուցե մեր ազգային ազատագրական պայքարի շատ անվանի գործիչների, այո։ Բայց թույլ տվեք չհամաձայնվեր, որ դեռևս արժևորված եւ գնահատված չի։ Այդ դրա վկայությունն է նաև դրոյի մասին մի շարք աշխատություններ, որոնց հեղինակը դուք եք։ Այստեղ ձեր վերջին շուրջ 1000 էջանոց աշխատությունն է դրոյի անվամբ Պաշտպանության նախարարության մեդալ, դրոյի անվան ռազմավարական ինստիտուտ։ Պարոն Ստեփանյան, կուզեի անդրադառնալ 1905-1906 թվականներին հայ թաթարական կռիվների ընթացքում դրոյի ունեցած դերակատարությանը, մանավանդ այդ տարիները հիրավի դրոյի մարտական մկրտության սկիզբն էին։ 1905 թվականների հայ թաթարական բախումների ժամանակ դրոն երիտասարդ հեղափոխական գործիչ էր եւ լուրջ դերակատարում ունեցավ 20 տարեկան էր, չէ՞ կարծես։ Մի փոքր ավել, շատ երիտասարդ եւ լուրջ դերակատարություն ունեցավ հատկապես Բաքվի նահանգապետ ազգության վերացի Նակաշիձեի նահաբեկելու գործում։ Նախ ասեմ, որ հայ թաթարական բախումները հրահրվել էին ցարական իշխանությունների կողմից, որպեսզի Անդրկովկասի ժողովուրդների ուշադրությունը շեղվեին Ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժումներից եւ հրահրելով այդ բախումները հայ ժողովրդին շատ ծանր իրավիճակի առջև կանգնեցրեցին ռուսական իշխանությունները եւ թաթարական ամբոխներ Մոլերանդ ամբոխը Անդրկովկասի հայ թաթարական խառը բնակավայրերում կազմակերպում են հայկական ջարդեր եւ կազմակերպման գործը նախաձեռնել են իշխանությունները Բաքվի նահանգում կոնկրետ նախաձեռնությունը իրականացնում էր վերացի նահանգապետ Նագաշիձեն եւ երբ որ ավարտեցին բախումները եւ Բաքվի Սեբաստիան Մուրադի գլխավորությամբ կարողացանք լուրջ ինքնապաշտպանական կռվներ կազմակերպել եւ պաշտպանել հայ բնակչության անվտանգությունը, այնուհետեւ որոշվեց ներողություն Նիկոլ Դումանի Ընդհանուր հրամանատարությամբ տեղի ունեցավ ինքնապաշտպանությունը Բաքվի հայ ազգաբնակչության, այնուհետև որոշվեց ահաբեկել Բաքվի հայ բնակչության ջարդերը կազմակերպող ոգեշնչողին Նակաշիձեի եւ դրոն որպես երիտասարդ հեղափոխական գործիչ Դաշնակցության դեղի մարմինների որոշմամբ իրականացրեց այդ ահաբեկումը եւ դրանով փաստորեն լուծեց Ղեկավարության ընթացքում ավելի ճիշտ կլինի ոչ թե ահաբեկել կամ ահաբեկիչ, այլ վրեժ լուծեց։ Ահաբեկել is դրական իմաստով։ Իհարկե դրական հայցան պարագայում միանշանակ ահաբեկել բառը կամ ահաբեկիչ բառը ունի միմիայն դրական նշանակություն։ Եվ պետք է ներողություն ավելացնել, որ այդ ժամանակի սերունդը մեծ դեր կատարեց հեղափոխական սերունդը, դրոն Նիկոլ Դումանը, Սեբաստիան Մուրադը եւ շատ ուրիշներ հայ ազգաբնակչության անվտանգությունը ապահովելու գործում։ Ուրեմն պիտի նկատել, որ 1905 թվականին Անդրկովկասում բռնկված այդ ընդհանումը դա ցեղասպանության փորձ էր կովկասահայության նկատմամբ։ Ցարական իշխանությունների թողտվությամբ վաղորոք զինված եւ պատրաստված թուրք ամբոխը առաջնորդելով պան-իսլամիստական գաղափարախոսության եւ թուրք առաջնորդների գլխավորությամբ, այո, այս ժամանակ դեռևս պան-թուրքիստականը չէ, պան-իսլամիզմն էր։ Նրանք նպատակադրվել էին Կովկասը ազատել, մաքրել հայությունից։ Սա փորձ էր Կովկասահայության նկատմամբ իրականացնելու ցեղասպանություն, որը լիովին տապալվեց շնորհիվ մեր հերոս ֆիդայիների գլխավորությամբ առաջին հերթին Նիկոլ Դուման, Սեբաստիան Մուրադ, Քերի, Սեփու եւ երիտասարդ սերնդից դրոն եւ մյուսները ահա նրանց առաջնորդությամբ տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերի։ Մեր պատմության ամենահերոսական էջերից մեկը գրվեց այդ ժամանակահատվածում դա տարբնոց էր, որտեղ թրծվեցին շատերը, որոնք իրենց հերոսաբար դրսևորեցին նաև մայիսյան հերոսամարտերում։ Հենց այդ դափնոցում դրոն առաջի իր մկրտությունը ստանալով թրծվեց, որպես մտքի շարունակություն խնդրի անդրադառնալ դրոյի ունեցած ղեկավար դերակատարությանը կամավորական շարժման եւ իհարկե ապարանի ճակատամարտում, ապարանի հերոսամարտում, որը իրոք կարելի է համարել դրոյի ռազմական գործունեության ինչու՞ չէ թագն ու պսակը։ Կամավորական շարժման սկզբնական շրջանում հանրահայտ փաստ է, որ դարձյալ Կովկասյան ուրեմն փոխարկայության
եւ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարության թողտվության թույլտվությամբ կազմավորվեց ընդամենը 4 կամավորական զորախմբեր, որոնցից երկրորդ կամավորականի հրամանատարությունը վստահվեց 30-ամյա դրոյին։ Եվ այն ժամանակ, երբ մարտաշարքերում են բազմաթիվ համբավավոր ֆիդայիներ, ազատագրական պայքարի փողով անցած այնպիսի մարտիկներ, ինչպիսին են, ասենք, Քերին, Սեպուհը, Մախլուտոն, Սմբատ Բորոյանը եւ այլոք, բայց այն ամենայնիվ վստահվեց ամենաերիտասարդին դրոյին, դա ինքնին խոսում փաստ է։ Եվ մեր բոլոր կամավորական խմբերը իրենց փայլուն կերպով են դրսևորել առաջին համաշխարհային պատերազմում, լինելով ռուսա-կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի առաջապահ ուժը։ Բավական է ասել, որ եղած կամավորական զորախմբերից ամենաշատ պարգևները ստացել են հենց երկրորդ կամավորականի մարտիկները։ Դրանցից 3-ը Դրոն, Մարտիրոսը եւ Յապոնը 4 անգամ պարգևադրվել են Գեորգյան խաչով։ Այդպիսի որ Գեորգիևյան խաչը դա ռուսական ցարական բանակում Արցախուն պարգևներ, մարտական սխրագործությունների համար տրվող մյուս կամավորական խմբերից չկա այդպիսին, որ 3 հոգի լինեն լրիվ Գեորգիևյան։ Ծանրապես 3 Գեորգիևյան խաչ ստացողներն են, նաև ռուսական բանակում էլ են։ 4 բան։ Իսկ ինչ վերաբերում է մայիսյան հերոսամարտերին, ապա պիտի ասվել, որ դրոյի գործունեության ամենաարժեքավոր էջերը գրվել են հենց 1918 թվականին, երբ ցեղասպանության ահավոր սարսափներն ապրած իր հայրենիքի մեծագույն մասը կորցրած հայության վերջին բեկորները խմբված մեր հայրենիքի վերջին փոքրիկ հողակտորի վրա Արարատյան աշխարհում գոյապայքար էին մղում։ Այս ժամանակ հայ ժողովրդի ճակատագիրը վճռում էր ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև թիկունքում Արարատյան աշխարհում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կովկասյան ռազմաճակատ այլևս գոյություն չուներ։ 720 կիլոմետրանոց ռազմաճակատում, որտեղ նախկինում կենտրոնացված էին ավելի քան 300,000 ռուս զինվորներ, դատարկվեց։ Ռուս զինվորները ընդամենը մեկ քանի շաբաթվա ընթացքում լքեցին այդ ռազմաճակատը եւ կործանման եզրին կանգնած Թուրքիան փրկվեց։ Հրաշքը միայն կարող է թուրքերին վերջնական ջախջախումից փրկվել, այլ հրաշքը նրանց պարգևեց հոկտեմբերը։ Եվ նոր կազմավորվող հայկական զորամասերը պիտի պաշտպանեին 720 կիլոմետրանոց ռազմաճակատը։ Դրան գումարած թուրքական հրամանատարությունը որոշել էր, որ զուգորդված հարձակողական գործողություններ ձեռնարկել։ Նրա ռազմավարությունը հետևյալն էր. ռազմաճակատում հարձակման են անցնում կանոնավոր զորամասերը, իսկ թիկունքում բռնկվում է թուրք զինված ամբոխի զինված հարձակումները հայկական բնակավայրերի վրա։ Դրանով նրանք կտրեին թիկունքը ռազմաճակատից, երկրորդ խոչընդոտեին զորահավաքը, իսկ հայկական զորամասերը երկրորդ դիվիզիան Սիլիկյանի գլխավորած կազմավորում էր հենց այստեղ Արարատյան աշխարհում։ Նրանք հարձակվում էին հայկական բնակավայրերի վրա եւ այդ պայմաններում հայը, որը պետք է զորակոչվեր բանակ, նա չէր զորակոչվում։ Իր ընտանիքի հանուն իր ընտանիքի ապահովության նա պետք է մնար պաշտպանել իր ընտանիքի անդամներին։ Եվ հենց այդ առումով Աբարանի ճակատամարտը պիտի կարևորենք դրոյի դերակատարությունը։ Ռազմաճակատը կազմալուծվում էր, որովհետև ռազմաճակատում կռվող հայ զինվորը լսելով, որ իր ընտանիքի անդամները անընդհատ ենթարկվում են թուրք հրոսակախմբերի հարձակումներին, նա լքում էր ռազմաճակատը եւ վերադառնում էր իր ընտանիքի, իր հարազատներին պաշտպանելու համար։ Իսկ թուրքերը պետք է շտապեին գրավելու Բաքուն, Բաքվի նավթը։ Գերմանիան մտադրվել էր նոր հարձակում ձեռնարկել եւ օդի ու ջրի նման անհրաժեշտ էր նրանց Բաքվի նավթը։ Իսկ թուրք հրամանատարությունը ահա այդպիսի մարտավարություն ընտրելով նա գտնում էր, որ շատ արագ կարելի է հաղթահարել հայկական զորամասերի հայերի թիմադրությունը եւ Աբարանի ճակատամարտին։ Եվ այստեղ նա կարելի է ասել, որ իր հաշիվների մեջ սխալվեց։ Նախ թիկունքը, որ շատ կարեւոր էր, իսկ այդ ժամանակ ազգային խորհուրդը թիկունքը կազմավորելու համար ուղարկեց Արամ Մանուկյանին հատուկ լիազորություններով եւ ահա Արարատյան աշխարհում էր Դրոն, հայկական բանակային կորպուսի զինվորական կոմիսարը եւ երկրորդ հայկական դիվիզիայի հրամանատար գեներալ Սիլիկյանը։ Ահա նրանք կազմակերպեցին փայլուն կերպով իրականացրին հատկապես Դրոյի առաջնորդությամբ մեր հայկական մարտական ուժերը մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղեցրեցին թիկունքը եւ բացեցին դեպի ռազմաճակատ տանող ուղիները եւ հնարավորություն ընձեռեցին կազմակերպելու զորահավաք։
շնորհիվ այդ ամենի Արարատյան աշխարհում կազմավորվեց կանոնավոր զորամասեր, որոնք իրենց ուրեմն հաղթականորեն իրեն մարտերը վարեցին Սարդարապետի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Այստեղ ես կուզեի մի հանգամանքի վրա ուշադրությունը բերել։ Վերջերս Թուրքիայում նրանց պրեզիդենտ Էրդողանը շեշտում էր Գալիպոլիի մասին, ուզում էր, որ հենց մայիսի ապրիլի 24-ին տոնեին Գալիպոլիի հաղթանակի օրը։ Բայց պիտի ասել, որ Գալիպոլիի ճակատամարտին կամ Դարդարենյան օպերացիայի մասնակցած դիվիզիաներից մի քանիսը, օրինակ Ապարանի ճակատամարտի 9-րդ դիվիզիան, Սարդարապետի ճակատամարտում կրվող 36-րդ դիվիզիան, դրանք Գալիպոլյան եւ Դարդարենյան դիվիզիաներն էին։ Իսկ Ապարանի ճակատամարտում թուրքական 9-րդ դիվիզիայի հրամանատար Էսատ Փաշան, գեներալ լեյտենանտ Էսատը, Գալիպոլիի ճակատամարտում որպես զորամասի հրամանատար մասնակցել էր հենց այդ ճակատամարտին։ Այնպես որ մեր հայկական զորամասերը հիմնականում գեներալ Սիլիկյանի եւ Դրոյի գլխավորությամբ արձանի ջարդ տվեցին հենց Սերդողանի գովարկած Դարդանելյան եւ Գալիպոլյան դիվիզիաներին։ Եվ արդյունքում ծնվեց մեր Հայաստանի Անդրանիկ Հանրապետությունը, որը հայ ժողովրդի գոյատևման փրկությունն էր։ Պարոն Ստեփանյան, արդեն խոսք գնաց Հայաստանի Առաջին Հանրապետության մասին, Դրոյի դերակատարությունը Առաջին Հանրապետության բանակաշինության գործում անուրանալի, խնդրի ներկայացնեիք հայ-վրացական 18 թվականի հայ-վրացական պատերազմի ընթացքում Դրոյի հրամանատարությամբ գործած բանակի մասին եւ բանակաշինության Առաջին Հանրապետության ժամանակ նրա գործունեությունը։ Առաջին հանրապետության տարիներին բանակաշինության ասպարեզում Դրոյի ունեցած ավանդ իսկապես անուրանալի եւ հատկապես հայ-վրացական պատերազմի Դրոյի ունեցած դերը դժվար է գերագնահատել։ Նաև այս առումով ես պետք է համաձայնեմ պարոն Գևորգյանին, որ Դրոյի գործը չի արժևորված եւ հիմա այդ համեմատությունը կանցկացնեմ։ Մենք հաճախ ենք խոսում Գարեգին Նժդեհի արժանիորեն խոսում ենք դերի մասին, որ եթե Գարեգին Նժդեհի հերոսությունը չաներ, Զանգեզուրը դժվար թե մնար խորհրդային Հայաստանի կազմում։ Նույն համեմատությունը պետք է անցկացնել Դրոյի համար, որ եթե չլիներ Դրոն իր համառություն եւ ռազմական ունակությունները, այսօր հարավային լոռին կմնար Վրաստանի կազմում։ Եվ միայն Դրոյի գործադրած ջանքերի համառության շնորհիվ մղվեց պատերազմ, հայ-վրացական պատերազմ եւ նրան հաջողվեց ամբողջ հարավային լոռին ազատել վերացիներից։ Վերացական զորքը տարբեր պատճառաբանություններով զավթել էին հարավային լոռին, մինչև հասել էին Օձուն եւ ավելի հարավ եւ չէին հեռանում եւ Հայաստանի նորաստեղծ հանրապետության ներկայացած բոլոր նոտաներին նրանք որևէ ուշադրություն չէին դարձնում եւ միայն Դրոյի նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունքում վերացական զորամասերը հեռացվեցին Հայաստանի հանրապետության տարածքներից եւ ավելին ջախջախիչ պարտություն գելուց հեռացվեցին, եթե չլինեին անգլիացիների միջամտությունները, դրոն հաղթական երթ կաներ Թիֆլիսի փողոցներում։ Եվ այս առումով պետք է արժևորել, եթե չլիներ Դրոյի համառությունը, իսկապես համառությունը, որովհետեւ կառավարությունը երկմտում էր պատերազմը շարունակել, այո։ Դրոն համառորեն շարունակեց եւ հարավային լոռին այսօր Հայաստանի հանրապետության կազմում եւ դրանում Դրոյի ավանդը անուրանալի է։ Շնորհակալություն։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը շատ ծանր վիճակում էր։ Երկրում 100,000-ավոր գաղթական էր։ Միայն 18 թվականին տիֆից, սովից, համաճարակից մահացել են մոտավորապես 200,000 արևմտահայեր։ Այնուամենայնիվ չնայած այդ ծանր պայմաններին հնարավոր եղավ հաղթական պատերազմ։ Գլխավորած կիսասովյալ, կիսազինված, բայց մարտական հզոր կամփ ոգի ունեցող զորամասերը փայլուն հաղթանակներ էին տարել շատ լավ զինված վրացական բանակի դեմ։ Սադոկլոն գրավելուց վրացական զորքը այլևս չէր դիմադրում, հաղթական երթ էր կազմակերպում, ուղղակի անգլիացիներից թողեցին, բարձրապես։ Եվ որպես ռազմավար վերցրել են նրանց զրահագնաց, իրեք մեկը ոչնչացրել, իրեք զրահագնաց վերցրել եւ վերցրել գեներալ Ցուլուկոձեի սալոն վագոնը։ Հարգելի հերոստատիտողներ, այժմ ծանոթանանք դրաստամատկանանի որոշ ասույթների եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին։ Ես ոչ մեկ ժողովրդի հանդեպ ատելություն չունեմ, բայց վայ այն ազգին, որ կհամարձակվի վատություն անել հայ ժողովրդին։ Նա լինի թուրք, ռուս կամ այլ ազգի, ես զենք պիտի վերցնեմ նրա դեմ։ Դաժան ճակատագիրը մեր քույրերին եւ եղբայրներին սփռել է աշխարհով մեկ։ Արևը մայր չի մտնում հայ մարդու վրա, որովհետեւ հայերը ամենտեղ են, բոլոր աշխարհամասերում։ Մենք ունենք մեկ կրոն, մեկ լեզու ու մեկ հայրենիք։
Մենք պետք է օգնենք իրար, սիրենք մեր հայրենիքը։ Այժմյան Հայաստանը, որ մոտավորապես 28000 քառակուսի կիլոմետր է, մեր լայնածավալ հայրենիքի մի սրբազան ու թանկագին կտորն է։ Չպետք է մոռանալ, որ մեր դարավոր թշնամին Թուրքիան է, որը սահմանի վրա կենտրոնացրել է 2 միլիոն զորք եւ ամեն ժամ պատրաստ է ներխուժել Կովկաս։ Իհարկե, առաջին հերթին Հայաստան։ Թուրքերը ուշի ուշով հետևում են կենտրոնական Ռուսաստանի արյունահեղ կռիվներին։ Եթե ռուսները կորցնեն Ստալինգրադը, Թուրքիան կներխուժի Կովկաս։ Կատարվեց հրաշքը։ Հայաստանն ամբողջ, մեծով, պստիկով, ոտքի կանգնեց եւ պատվով մեռնելու կամ ազատ ապրելու վճռով կուրծք տվեց թշնամուն։ Որքան հուզիչ դրվագներ ու հերոսական դեպքեր կարելի է նկարագրել այն կռիվներից, որոնց արդյունքը եղավ մայիսի 28 պատմական թվականը։ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշապարանի ճակատամարտերի մեջ իր տարած անօրինակ հաղթանակներով հայ ժողովուրդը տիրացավ ազատ եւ անկախ ապրելու անփոխարինելի բարիքին։ Այդ ճակատամարտներն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրվեցին դաշինք կնքել հայերի հետ եւ ճանաչել Հայաստանի անկախությունը։ Հարգանք հայ ժողովրդին, նրա հեղափոխական մարտիկներին ու ղեկավարներին, փառք հայ բանակին եւ նրա անձնվեր զինվորներին ու սպաներին, որոնք գիտցան արհամարել ամեն դժվարություն եւ կամքով խոյացան մահվան դեմ, մինչեւ արյան վերջիկաթիլը կռվելու վճռականությամբ։ Այդ հերոսների կերտած թվականն է մայիսի 28-ը։ Պարոն Գևորգյան, խնդրում եմ ներկայացրեք Դրաստամատ Կանայանի դրոյի գործունեությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Գաղտնիք չէ, որ բավականին թյուր կարծիքներ կան, մանավանդ մեր շագերտավոր հարևանների կողմից եւ հայության նկատմամբ բացառաբար տրամադրված այլ ուժերի կողմից, սակայն մինչև հարցին ձեր կողմից պատասխանելը կցանկանայի այդ արդիվ դրոյի խոսքը մեջբերել։ Դրոն ասում էր անակնկալներով հղի այս օրերին մենք չենք կարող մնալ լուր հանդիսատես եւ թողնել, որ մեր եղբայրներն ու քույրերը այրան ծովի մեջ խեղդվեն։ Լուրջ մտածենք, միջոց գտնենք օգնության հասնելու համար նրանց, քանի որ եղած ճշգրիտ լուրերի համաձայն հրեաների պես վտանգված է եւ հայությունը։ Մենք եկել ենք օգնելու եւ փրկելու հայերին այս արյունոտ պայքարին մեջ։ Ամեն մի փրկված հայ մի պլյուս է մեր տարապատ ցեղի համար։ Հոգ չէ, թե ինչ քաղաքական հոսանքի է պատկանում նա, բավական է, որ նա իսկական հայ է։ Դրոյին շատերն են մեղադրել, հիմա էլ են մեղադրում, որ նա համագործակցել է նացիստական Գերմանիային։ Դրոն ինքը Ռումինիայում էր այդ ժամանակ բնակվում եւ նավ արտնաբերող էր։ Բավականի ֆինանսական կարողությունների տեր մարդ էր եւ կարող էր ի հաշիվ իր ֆինանսական կարողությունների մեկնել ցանկացած երկիր եւ իր կյանքը անցկացնել շատ ճոխ փառահեղ պայմաններում։ Բայց այնուամենայնիվ այս ժամանակ մեծ վտանգի տակ էր հայությունը։ Գերմանիան շռնդալից հաղթանակներ էր ստանում։ Գրավել էր գրեթե Եվրոպայի մեծ մասը։ Եվրոպայի տարբեր երկրներում ապրում էին մոտավորապես 5 միլիոն հայեր։ Ինչ ճակատագիր էր սպասում հայությանը։ Իսկ Գերմանիայի դաշնակից Թուրքիան կաց պատրաստ սպասում էր։ Չէր բացառվում, որ նա ներխուժեր Խորհրդային Միություն, իհարկե առաջին հերթին Հայաստան, այո, իսկ ինչ ճակատագրի էր արժանալու հայ ժողովուրդը։ Կարծում եմ ցանկացած հայրենասեր մարդ պետք է որ մտածեր այդ մասին։ Եվ ահա դրոն չէր կարող լուր անտարբեր դիտել եւ իր գործուն մասնակցությունը չցուցաբերեր իր շահ, իր ժողովրդի, իր ազգի։ Մանավանդ պատերազմի սկզբնական շրջանում խորհրդային բանակները սարսափելի պարտություն էին կրում։ Եվ հազարավոր հայեր հայտնվել են գերմանական ճամբարներում եւ տարբերության մեջ։ Նրանցից շատերը ես գրքում բերել եմ բազմաթիվ օրինակներ Ջանքոյի ճամբարում, մյուս ճամբարներում, որտեղ հազարավոր տասնյակ հազարավոր հայեր էին ոչնչանում։ Ինչ կլիներ գերության մեջ գտնվող հայության վիճակը։ Ահա դրոյի գլխավոր նպատակը, այո, անկասկած համակենտրոնացման ճամբարում նա պետք է առաջին հերթին մտածեր նախ ինչպես պետք է դիմակայել Թուրքիային, եթե Թուրքիան հանգարց ներխուժեր խորհրդային Հայաստան։ Եվ մյուսը Եվրոպայի բնակվող հայության ինչ ճակատագրի էր արժանանալու եւ գերության մեջ գտնվող հայերին ինչ ճակատագրի էր արժանանում։ Եվ կան տվյալներ, որ դրոն համագործակցելով նացիստական Գերմանիային գերությունից ազատել է ավելի քան 40,000 մարդկանց,
որոնցից շատերի զավակները այսօր էլ ողջ առողջ ապրում են մեր Հայաստանում։ Բացի դրանից նա Գերմանիայի հետ այդ մասին ես գրքում գրել եմ համաձայնության էր եկել եւ եթե Թուրքիան հանգարց ներխուժեր խորհրդային Հայաստան, ապա Հայաստանը որպես Գերմանիայի դաշնակից պետք է զերծ մնար թուրքական ագրեսիայից եւ կազմավորվող հայկական լեգիոնը դա պետք է միջուկը հանդիսանար ապակա Հայաստանի բանակին։ Եվ ահա դրոյի համագործակցության գլխավոր նպատակը հենց այս էր՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը, եթե հանգարց Թուրքիան ներխուժի Հայաստան։ Եվ երկրորդ գերության մեջ գտնվող տասնյակ հազարավոր հայերի եւ Եվրոպայում բնակվող 100,000-ավոր հայերի փրկությունն էր։ Ահա դա էր, որ հարկադրված դրոն, որը հայտնի էր իր ռուսամետ տրամադրվածությամբ, հանգարց հայտնվեց հակառակ բանակում, թեև նա հենց սկզբից էլ չի հավատացել, որ հնարավոր է ռուսներին հաղթել։ Նա միշտ վստահ է եղել, որ Ռուսաստանը Խորհրդային Միությունը այնուամենայնիվ հաղթելու է։ Եվ ահա հանուն իր ժողովրդի, իր գերության մեջ գտնվող ազգակիցներին նա համագործակցրեց գերմանացիների հետ եւ կարծում եմ դա էլ շատ ազգանավեր գործ էր։ Եվ մյուսը, այդ մասին Իսահակյանը մյուսներն են նշում, որ Հայաստանում ըստ երևույթին գաղտնի կազմակերպություններ եղել են, որոնք սպասում էին հարմար պահի, որպեսզի ինչ-որ գործողություններ անեին ընդդեմ Խորհրդային Միության։ Այդ դրոն զգուշացրել է, որ նման քայլի չդիմեք եւ նա Հայաստանի հայերի փրկությունն էր։ Միսակ Թորլակյանին ուղարկել է Հայաստան եւ Միսակ Թորլակյանի միջոցով նա կարողացել է այն ամենը ինչ որ ծրագրված էր իրականացնել, դադարեցնել։ Շատ բարի։ Դրոն իսկապես այդ առումով ռուսամետ գործիչ էր։ Խելամիտ հավատացել էր։ Պարոն Ստեփանյան, դրոյի կերպարը որքան է ուսանելի եւ դաստիարակիչ մեր նոր սերունդի հայրենիքի երիտասարդ պաշտպանի համար։ Կարծում եմ բավականին ուսանելի է, ես ամեն անգամ երբ նման հարց տրվում ես փաստացի օրինակով եմ դա բացատրում։ Եթե կան այդպիսի օրինակներ ավելի լավ։ Վերջերս 100 լեռնագագաթ լեռնագնացների ակումբով բարձրացել ենք հայկական լեռնաշխարհի հերթական լեռնագագաթներից մեկ եւ ճանապարհին վերադառնալուց ասում ենք Դրոյի Շիրիմի կողքով եւ ուսանողների կողմից ցանկություն եղավ այցելություն կազմակերպել Դրոյի Շիրիմին եւ ես շատ ուրախացա այդ ակումբի հիմնական խումբը ուսանողները, որ Դրոյի Շիրիմի մոտ բոլորը միաբերան երգում էին Դրոյի նվիրված երգ եւ գիտեին Դրոյի մասին շատ բաներ, ճիշտ է, որոշ մանրամասներ ավելի ներկայացրեցինք, ուսանողությունը տեղյակ է եւ Դրոյի կերպարը ռազմահայնասիրական դաստիարակության առումով կարևոր նշանակություն ունի։ Եվ ես դրա համար իսկապես ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը գոնե Դրոյին այս իմաստով լավ է ճանաչում, Դրոյին պատկերացնում որպես իսկական ռազմիկ, լեգենդար հեղափոխական, որից չասեմ սարսափել, բայց որի հանդեպ հարգանք է ունեցել նույնիսկ ամենադաժան Իոսիֆ Ստալինը եւ Դրոյի հանդեպ լուրջ պատկառանք է ունեցել։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Դրոյի դրաստամատկանայանի մասին որոշ կարծիքների եւ վերադառնանք մեր տաղավարին։ Հիշենք միշտ, որ եթե այսօր Հայաստանը Հայաստան է, իր ազգային կազմով եւ ազգային պետական կառույցով, հայությունն այդ բանի համար երախտագետ պետք է լինի առավելապես Արամին ու Դրոյին եւ իհարկե Արարատյան աշխարհի հայ ժողովրդին ու գործիչներին։ Սիմոն Վրացյան, ազգային պետական գործիչ։ Երևանի շրջանում իշխանությունը ամուր գտնվում էր Արամ Մանուկյանի ձեռքում, որը համերաշխ գործում էր ժողովրդին ու զորքին ոգեշնչող գեներալ Սիլիկյանի եւ Դրոյի հետ։ Երևանի շրջանի ռազմական ու տնտեսական հզորության կազմակերպման նրանց ակնառու ունակությունը հայերին հնարավորություն տվեց զենքը ձեռքին պահել մի կտոր հողը, միակ քաղաք Երևանը եւ Սուրբ Էջմիածնի վանքը։ Եվ եթե մեր հայերիս հետ հաշվի են նստում այն ժամանակ եւ հաշվի են նստում այժմ, ապա այդ ես վերագրում եմ բացառապես 3 անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկյանին, Դրոյին, Քրիստափոր Արարատյան, ռազմական գործիչ։ Դրոն ի ծնե եւ ի բնե առաջնորդ էր, թե պատերազմի եւ թե խաղաղության ժամանակ։ Շավարժ Միսակյան, հասարակական գործիչ, խմբագիր։ Մի անգամ Բերլինում հանդիպեցինք Դրոյի ջանքերով ազատված հայ ռազմիկների հերթական խմբերից մեկին։ Այդ օրը նա ուտելիք էր բերել նրանց համար։ Ես տեսա, թե ինչպես ուտելիքը նրանց բաժանելուց հետո Դրոն աննկատ հավաքում էր գետնին թափված հացի փշրանքներն ու արագորեն ուտում։ Ինչքան սոված լիներ եւ կարիքի մեջ, միևնույն է, իր վերջին ունեցածը տալիս էր հայ ռազմագերիներին
եւ դժբախտության ու կարիքի մեջ հայտնված հայրենակիցներին։ Գայանե Կանայան, Դրոյի կինը։ Որպես ռազմական գործիչ, նաև որպես պետական գործիչ, դրան ռազմավարական, ստրատեգիական մտածողություն ունեցող մարդ էր։ Ես կարող եմ բերել մի քանի օրինակներ։ 18 թիվ ամենաճակատագրական պահ։ Ես արդեն ասացի, որ հսկայական ռազմաճակատը կազմալուծվել էր։ Այս ժամանակ հարց էր, արդյոք մեր նոր կազմավորվող զորամասերը կարող էին պահել, պաշտպանել այդ հսկայական ռազմաճակատը։ Պահել ռազմաճակատը նշանակում է պահել Արևմտյան Հայաստանը, ազատագրված Հայաստանը։ Ահա այդ հարցը քննարկվում էր ազգային խորհրդում, հայոց ազգային խորհրդում եւ բանակի մեր նոր կազմավորվող հայկական բանակային կորպուսի հրամանատարության կողմից։ Բոլորը միանշանակ գտել են, որ պետք է պաշտպանել այդ ռազմաճակատը։ Միայն դրոնը եղել, որ առաջարկել է թողնել այդ ռազմաճակատը, քանի որ եղած ուժերով հնարավոր չի պաշտպանել այդ ռազմաճակատը, եղած ուժերը կենտրոնացնել ավելի փոքր տարածքի վրա, բասեն Բայազեդ գծի վրա եւ ստեղծել պաշտպանության շատ ուժեղ հանգույց, եթե ոչ կորցնենք ամբողջը, կորցնենք նաեւ մասը։ Ահա հետագայում իհարկե դրոյի ասածը չի անցնում, Անդրանիկի առաջարկությունի անցնում պահել ռազմաճակատը եւ գիտեք, որ Անդրանիկի նշանակում են ռազմաճակատի հրամանատար, բայց դժբախտաբար կատարվում է այն, ինչ որ կանխատեսել էր դրվում։ Մեր նոր կազմավորող զորամասերը չեն կարողանում պաշտպանել Էրզրումի ռազմաճակատը եւ բացվում է դեպի Արևելյան Հայաստան տանող ուղիները։ Մյուսը 1920 թվական Քեմալական Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա եւ հայկական զորքերը Կարսում խայտարակ պարտություն են կրում։ Ինչն է պատճառը, մինչև հիմա զարմանալի է, որ 15000 թվակազմ ունեցող հզոր Բերդաքաղաքը ունենալով 300 հրանոթներ, նույնքան գնդացիրներ, առանց կրագոց արձակելու կամովին հանձնվում է ընդամենը 5-8000 թվակազմ ունեցող ոչ այնքան լավ զինված թուրքական մի զորախմբի։ Պիտի ասել, որ բացակայում էր կազմակերպվածությունը կարծի ռազմաճակատի մարտնչելու ոգին։ Դա գալիս էր նաև նրանից, որ մայիսյան ահա այդ դեպքերից հետո եւ Հայաստանում բոլշևիկները հեղաշրջում փորձեցին անցկացնել, դրանից հետո հարց առաջացավ Հայաստանը մեկ ընդմիշտ մաքրել թուրք բնակչությունից, քանի որ թուրք բնակչությունը բարբերաբար զինված ապստամբություն էր Հայաստանը հայացնել, այո, մաքրել Հայաստանը։ Եվ դրոն այդ ժամանակ առաջարկեց, որ իհարկե այդ գործը դրա ջերմերան պաշտպանը միշտ եղել է դրոն, որ Հայաստանը մաքրեին, բայց առաջարկեց, որպեսզի թուրքական բնակավայր, թուրքաբնակ բնակավայրերի Վետի Բասար, Ղամարլու, մյուս շրջանները այդ մաքրման գործողություններին մասնակցեն ոչ թե կանոնավոր զորամասերը, այլ հատուկ նշանակությամբ զորամասերը, որովհետև զորամասերը կտրվեն թալանի, բարոյալ լքվեն եւ դա կկորցնի իր մարտական որակները։ Իրականում սասունցի։ Եվ ահա այդպես էլ եղավ։ Դրոն կարողացավ ընդամենը 2000 զինվորներով եւ 1000 աշխարհազորայինով ջախջախել թուրքական 10000-անոց դիվիզիան։ Եվ եթե դրոն հանգարց պարտվեր Սուրմալուի ճակատամարտում, իսկ Մարգարայի եւ Կարակալիի կամուրջներով հաշված ռոբեների ընթացքում նրանք կարող են անցնել Արարատյան դաշտ եւ Երևան, վերջ Հայաստան այլևս գոյություն չուներ։ Այստեղ Երևան եկավ դրոյի այդ ռազմավարական մտածողությունը, այո, կանոնավոր զորամասեր չպետք է մասնակցեին այդ գործողություններին։ Պետք է մասնակցեին հատուկ նշանակությամբ զորամասեր, իսկ Հայաստանը մաքրելը այդ հույժ կարևոր էր, բայց ինչ զորամասերով։ Եթե լսեին դրոյին, իրավիճակը բոլորին այլ կներ։ Մենք խարիտարակ այդ պարտություն չէինք կրի։ Ռուբենը սասունցիներով աղաքի մաքրեց։ Դա հենց Ռուբենի առաջարկությունն էր Հայաստանը մաքրելու, բայց նա օգտագործեց կանոնավոր զորամասերի եւ արդյունքում տեսեք ինչ ստացվեց։ Երբ վրացյանը ինչ է կրում, երբ գնում են Կարսի ճակատ, ասում հանդիպեցինք Ռուբենին Երևանի փողոցներում, ասեց ցտեսություն Էրզրումում։ Նախ պետք է Կարսի հարցը մեր ստացվում է, որ մեր հրամանատարությունը այդքան էլ տեղյակ չէ։ Հույսերով էին լցված այն ժամանակ։ Այո, որևէ մեկի մտքով չէր ասում, որ գուցե անհիմն հույսերով, բայց թուրքական բանակը կարող է հաղթել Հայաստանի կանոնավոր բանակին, մանավանդ Կարսի հանձնումից առաջ այդ Զարիղամի Շիրզոբանի Կարսի ճակատամարտում մեր 16000-անոց բանակը խայտարակ պարտություն է կրել 5000-անոց թուրքական բանակին։ Սիլիկյանն է գլխավորել։
մեր հայկական բանակը։ Սիլիկյանը, որ իրեն փայլուն դրսը, որ այդ 1918 թվականին մայիսյան հերոսամարտերում իր շտաբը գտվել է Ալեքսանդրապոլում եւ ռադիաների ռադիոյի միջոցով ճակատամարտ է ղեկավարում։ Իսկ գեներալ Նազարբեկյանը Երևանում էր։ Փոխարենը պետք է նշել, որ դրոն իր վարած կռիվների եւ մարտերի այո, ինքը առաջի շարքերում էր, ավարտում էր հաղթանակով, որովհետեւ ինքը առաջի շարքերում էր զինվորների կողքին։ Կարսի ճակատամարտում էլ մինչև Կարսի հանձնում է։ Եթե մենք ունենայինք նման վճռականությամբ հրամանատար եւ ճիշտ ժամանակին նրանք կարողանային իրենց անձնական օրինակով առաջնորդել հայկական զորքին, իհարկե իրավիճակը բոլորին այլ կներ։ Իսկ դրոյի կենսագրությունը, երբ փոքրինչ ծանոթանանք, միանշանակորեն տեսնեք, որ բազմաթիվ կռվներում հենց դրոն ինքն է առաջնորդել իր զորքերին։ Այսինքն առաջնորդը պիտի առաջնորդի նաև օրինակելի կերպար լինի իր անձնական ազնվությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հաղորդումը նվիրված էր լեգենդար դրոյին, հաջորդ հաղորդմանը կներկայացնենք Սեբաստացի Մուրադին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։